Խաչատրյան Պարոն Խաչատրյան, դուք Իմ հետ եք, չէ, ես էլ Խաչատրյան եմ։ կներեք, որտեղ Հասեք, ես էլ պատասխանեմ, ինչ կա։ Ես ինձ շատ եք արման։ կներեք, որտեղ մի փոքր էս տոն Ներս ինչի չեք մտնում, պարոն Խաչատրյան։ Չկար, փորձեցին ես մտնել, տեղ չկար։ Նախորդ Կիրակի էլ էիք եկել, այս Կիրակի էր։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը մի ամիս կամ 2 ամիս տենց պարբերաբար ամեն Կիրակի գա այստեղ գալու եք հետը։ Չի բացառվում։ Չեք պատրաստվում, օրինակ հաջորդ Կիրակի գնաք մայր աթոռում Լոռու մարզ գնացեք։ Լոռու մարզում էլ եմ գնալ։ Այնտեղ էլ են։ Էնպես չի։ Ինչ։ Լոռու մարզից, որ Փաշինյանն ասի, ամենը պետք է գաք Բայց պատրաստի գնա։ Փաշինյանը չի ասել։ Ես եկել եմ։ Փաշինյանը որ ասի ինչ կա։ Ինչ։ Ինչի ինչպես ասում են։ Ինչ չեք Ուր չի գալ։ Հովաննավան։ Ինչ գիտեք։ Երբ եք եկել վերջին անգամ, քանի անգամ եկել։ Շատ տեղեր եմ եղել։ Չէ, Հովաննավան, երբ եք եկել։ Կոնկրետ Հովանավանքը առաջի անգամ եմ եղել, բայց եկել, բայց նախ հիմա դա ինչ խնդիր կա դրա մեջ։ Խնդիրն այն է, որ այսօր Հովանավանքի մասով Փաշինյանը հրահանգեց, բոլորին ասաց Չէ, Փաշինյանը չի հրահանգել բոլորիս։ որ ինքը չկա գալու։ Կամ հիմա որ ինքը ելնի գնա օրինակ մտնի եկեղեցի գնալու տեղ։ Նո հա այ մարդը Փաշինյանը կա, Փաշինյանի հետևից են գնում ինչ է։ Փաշինյանը որ գնա գնի ձորը Ես էլ Խաչատրյան եմ։ Ես Հանի էլ որ Փաշինյանը գնա գնի ձորը պետք է գնա գնի։ Բայց ձորը չի գնի, հաստատ ձորը։ Մի վարքյան, Վահան ջան, մի վարքյան։ ունեցող այս իրադարձությունների հետ կապված։ Օրինակ դուք ինչ խորհուրդներ եք տվել Նիկոլ Փաշինյանին։ Տվել եմ հիմա չեմ հրապարակելու, կամ տվել եմ կամ չեմ տվել։ Հիմա Ընդունել է այդ խորհուրդները, որ տվել եք, եթե տվել եք։ չեմ ուզում դա հրապարակայնացնել։ Բայց Մեր խոսակցությունը։ Ես արդեն պատասխանեցի։ Այդ հավաքը, որ նախատեսվում է, Էջմիածնի հավաքը, երբ է լինելու։ Չգիտեմ։ Երբ է գրոհելու մայրը։ Խորհուրդ չեք տվել, օրինակ, երբ նպատակահարմար կլինի գնալ։ Ինչպես եք պարոն Խաչատրյան պատկերացնում վեհապարին հեռացնելու գործընթացը։ Կհեռացվի, կիմանա գնի։ Խաղաղ, կհեռանա։ Համոզելու եք ինչ եք անելու։ Կհեռանա կտեսնեք։ Համոզելու եք օրինակ եք ծառայելու ինչ եք անելու։ Դուք օրինակ ինչ խորհուրդ եք տալիս Նիկոլ Փաշինյանին, ինչ ճանապարհով հեռացնել։ Խաղաղ ճանապարհով, բայց ասել որ ես իան դարձով խորհուրդ եմ տալիս։ Դե դուք որպես խորհուրդ տալիս։ դա որպես փաստ եք ներկայացնում։ Չէ, Հիմա մենք ինչ ենք քննարկում։ Վերջին ժամանակաշրջանում, քանի որ օրակարգային թեման Նիկոլ Փաշինյանի համար սա է։ Մի րոպե, հիմա դե մենք վարչապետի հետ ինչ ենք քննարկում, ինչ հանձնարարականներ այս տալիս, թույլ տվեք ես դրա մասին հրապարակային չխոսեմ։ Եթե պետք լինի, վարչապետը դրա Արհեստական, ում պաշտոնից ազատում են, բերում նշանակում է խորհրդական։ Վայ ջան, դա մենակ քեզ է թվում։ Հա, որպեսզի ինձ չթվա ու մեզ իմ գործընկերներին։ Դրա համար մի քիչ մանրամասնեք դուք խորհրդականներդ։ Ինչ եք անում մեր հարկերի հաշվին։ Ինչ կարևոր հանձնարարականներ եմ կատարում։ Մարկանց քաղաքացիների հետ եմ հանդիպում, քննարկում եմ վարչապետի հետ։ Օրինակ այս խնդիրը եկեղեցու հետ կապված քննարկել եք քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ։ Որ նշեցիք քաղաքացիների հետ։ Չէ, քաղաքացիների հետ տարբեր հարցեր են քննարկում, ասենք անձնական, սոցիալական, չգիտեմ, տարբեր տեսակի հարցեր են քննարկում։ Եվ փորձում ենք քաղաքացիների։ Իսկապես դուք խնդիր չեք տեսնում այստեղ, որ իշխանությունը ոտնահարում է սահմանադրությունը 18-րդ հոդվածը, եթե ճիշտ եմ հիշում, եւ միջամտում է եկեղեցու գործերին։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում։ Եկեղեցին ինչու է միջամտում կամ ինչու է քաղաքականությամբ զբաղվում։ Երբ որ կաթողիկոսի մակարդակով հրաժարական է պահանջում եւ ժողովուրդը այդ հրաժարականը չընդունեց եւ պետք է կաթողիկոսը Կտրիժ Ներսիսյանը ավելի ճիշտ պետքա նամուս ունենար եւ հրաժարական տար 21 թվականին որովհետեւ ինքը իր հետևորդներին կոչ էր անում որ չընտրեն այս իշխանությանը եւ ժողովուրդը գնաց եւ ընտրեց եւ դրանից հետո պետքա Կտրիժ Ներսիսյանը պարզապես
մեղմ ասած նամուս ունենար, նամուս ունենար եւ հրաժարական տար։ Դրանից հետո մի քանի տարի է անցել, ինչու հիմա։ Ընտրությունից հետո 21 թվականից մի քանի տարի անցել, ինչու հիմա իշխանությունը այս արշավը սկսել եկեղեցու դեմ։ Ինչ արշավ, ինչա նշանակում արշավը սկսել։ Մենք որպես ես սա իշխանության խնդիր չի, սա ձեր, մեր, բոլորիս չէ, ես դերանության եմ խոսում, որտեվ դա ձեր խնդիրն է, որտեվ եթե Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտումը, դա ձեր խնդիրը չի։ Չէ, մի րոպե ձեզ հարց եմ տալիս, եթե Կտրիչ ես ուզում եմ դուք էլ իմ հարցին պատասխանեք, եթե Կտրիչ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է, Իրենց կանոնակարգն է։ խախտել, ասինքն ճիշտ արել, որ Իրենց հարցերը լուծեն։ Դա իշխանության խնդիրն է։ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, մենք պետք է պահանջենք, որ ինքը Առաքելական եկեղեցին քրիստոնյաների աչքերում բարոյա լքելը եւ բարոյա զրկելը դուք դա ճիշտ եք համարում։ դա եկեղեցում բարոյա լքում ու բարոյա զրկում են մի քանի տասնյակ հոգևորականներ։ Սա եկեղեցու բարոյա լքման եւ հեղինակության հետ ոչ մեկ ինչ Հաստատել եք, որ ասում եք խախտել եք կուսակրոնության ուխտը։ հա երեխա ունի Դուք չգիտեք այդ փաստը։ Դուք կորորեն մեկ հավատացեք։ Ձեզ ինչ պետք է հավատում եք, ինչ պետք է։ Դուք օբյեկտիվ, դուք որպես լրագրող, հարգելի սիրելի լրագրողներ, դուք պետք է հանրությանը դա ձեր պարտավորությունն է, եթե չեմ սխալվում, օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրեք։ Խաչատյան, եթե մենք օբյեկտիվ տեղեկատվություն չտրամադրենք, մենք հենց հիմա ձեզ հետ ուղիղ եթերում չէինք խոսի։ Ուղիղ եթերում չէինք խոսի եւ ձեր խոսքը հիմա չէր լսվի։ Դե որ ես բան եմ ասում, հարց եք տալիս, պատասխանը լսում եք, մեկ փորձի հակառակը ապացուցել։ Մենք հակառակը ոչ թե ապացուցում ենք, մենք պետք է դա իսկություն, ինչպես դուք եք ասում, օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրենք։ Հիմա մենք դուք ինչի հիման վրա եք ասում, որ ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի։ Ուր է այդ փաստը։ Ինքը հրաժարվել է այդ փաստից։ Ինքը Չէ, բազմաթիվ անգամ ասվել է, որ ինքը կուսակրոնության ուխտը խախտել է, երեխա ունի։ Ինքը վարչապետն էլ ասել, բոլորն էլ ասել են։ անվերապահորեն եւ անվստահորեն պետք է ընդունել կուրորեն, ինչպես դուք եք ասում հավատալ։ Փաստերի հիման վրա է ասում։ Եվ այդ փաստը դե թող փորձի հերքի։ Չի կարող հերքի։ Թող փորձի հերքի։ Պարոն Խաչատյան, հիմա դուք գնում եք մի դաշտ, որ մենք ձեր կառավարության, ձեր իշխանության մասին փաստեր ասենք ու որ եկեղեցու հեղինակությանը վրա ազդեցություն են բարոյական դա հենց այդ նորից եմ կրկնում մի քանի հոգևորականներ են Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եկեղեցու հեղինակությունը գցում։ Պարոն Խաչատյան, մի քանի հոգևորականներ են միացել եկեղեցու դեմ այս արշավին։ Ընդհանրապես թվում մի քանի հոգևորականներ են միացել, այսինքն հոգևորականության մեծ մասը հոգևորականների դեմ են արտահայտվում այս արշավին, որ եկեղեցու դեմ են, շատերը կմիանան։ Պարոն Խաչատյան, հրահանգելով։ Ոչ։ Իրենց խղճի մտ ոչ, իրենց խղճի մտով։ Պարոն Խաչատրյան, Տեսնեք որ կմիանա։ ձեր իշխանության մոտ այդպիսի ավանդույթ կա մարդկանց անձնական, այսպես ասած, անձնական կյանքը քչփորել։ Օրինակ Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունն էի քամել, հրապարակային դարձրել։ Հիմա մտել եք հոգևորականների ընտանիքը, դա նորմալ է իշխանությունների համար։ Ով է մտել հոգևորականների ընտանիքը։ Ասում եք կաթողիկոսը զավակ ունի, մեկ ասում եք կաթողիկոսը ունի, դա ձեզ չի մտահոգում։ Օրինակ այդ հարցը կներեք, այդ հարցը ձեզ չի մտահոգում։ Ունի թե դուք հայ առաքելական եկեղեցու վստահ եմ հետևորդ եք, ճիշտ է։ Հիմա դա ձեզ չի մտահոգում այդ փաստը։ Առաջ քաշեց, սա ձեր օրակարգն է։
Ես դա իշխանության օրակարգ չի, դա իմ անձնական վարչապետ որպես քաղաքացի Ինչի՞ չէիք նախաձեռնում, պարոն Խաչատրյան, ինչի՞ չէիք նախաձեռնում այդ ամեն ինչը, օրինակ 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանի համար վեհապարի հետ նկարվելը պատմական պահեր եւ ավելի լավ է ուշ քան երբեք ամեն ինչը իր հադրյալ զավակ ունենալու ոչ ամեն ինչը իր տրամաբանության մեջ առում եւ ամեն ինչը իր ժամանակին է որ բոլորդ այս վերջին 1 տարվա ընթացքում իմացաք դրա մասին Ժորժ ջան, հենց հարցեր եք տալիս, որ ասում եմ, ո՞նց եղավ որ նորի բացակ։ Երբ որ իմացաք, այդ ժամանակ է բարձրաձայնեցին։ Չէ, բա մի ժամանակ էլ Արցախը Հայաստան էր եւ վերջ, ինչի՞ հիմա դարձավ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ինչի՞ համար դարձավ, ասինքն ինչ եք ուզում։ Պարոն Խաչատրյան, բայց ձեր պատասխանի եք։ Դա պատասխանական։ Ինչպես դարձավ։ Ինչպես որ դարձավ։ Ձեր իշխանության Ոչ մեր իշխանության օրոք չդարավ դուք երևի մոռացել եք որ ով է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը Սամվել Շահրամանյանը որը որ դաշնակցությունն է բերել իշխան մի րոպե հիմա ես ձեր հարցին եթե շատ եք ուզում պատասխանեմ երբ որ Սամվել Շահրամանյանը դարձավ Արցախի նախագահ չէ Քոչանյանը սերժական այսպես կոալիցիան շատ մեծ ոգևորությամբ ընդունեց այդ փաստը եւ օրեր անց Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց որպեսզի Արցախի հանրապետությունը գոյություն չունենա ինչ կապ ունի մեր իշխանությունը ստեղ Տեսեք պարոն Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը 44 օրյա պատերազմից հետո հայտարարեց որ ինքը փրկել է 20-ից 25 հազար զինվորականի կյանք եւ նշում էր որ իրեն շնորհակալություն են հայտնում ներողություն չէ մի վարքյան հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանը ասում է փրկել է այդ մարդկանց կյանքերը Սամվել Շահրամանյանը 150 հազար մարդու կյանք է փրկել եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժում հիմա Նիկոլ Փաշինյանն է ավելի շատ դավաճան թե Սամվել Շահրամանյանը Փաշինյանը դավաճան չի իսկ փաստացի այդ ժամանակ պատերազմն կանգնել եւ մի րոպե այդ ժամանակ պատերազմն կանգնել 20 թվականին դանգլերիվ տարբեր բաներ իսկ Արցախի լուծարումը այլ բանա դուք այդ մեկ փորձի մանիպուլացնեք ձեր հարցերով դուք մեկ փորձի մանիպուլացնեք ինչը ձեր պատերազմ չէ փորձը մեկ ասենք համ հարցը տակ համ մեկնաբանեք համ հարցին պատասխանեք դուք ասում եք ինչպես Արցախի հանրապետությունը դարձավ Ադրբեջանի կազմի ես ասում եմ Սամվել Շահրամանյանը ստորագրեց այն հայտնի փաստաթուղթը Շահրամանյանը ասում է նաև ստորագրել է այն փաստաթուղթը որով չեղարկվել է այդ որոշումը եւ լուրջ եք ասում Իսկ հոկտեմբերի 6-ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ով գիտեք այդ հարցի պատասխանը հա գիտեք այդ Ադրբեջանի կազմում դեռ միջև է ճանաչվել Արցախի հանրապետությունը միջև Նիկոլ Փաշինյանի Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչյանի դուք երևի մոռացել եք որ Ռոբերտ Քոչյանի օրոքել բանակցային գործընթացից դուրս մղեց Զրոյական կետից է սկսել ձեր իշխանությունը զրոյական կետից է սկսել ինչու եք իրանց բանակցածը զրոյական կետից է սկսել չէ ձեր կետից Հա ժառանգել ենք մի այնպիսի իրավիճակ որ փորձել ենք այդ զորական կետից սկսենք բայց եկավ մի իշխանություն Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ Սամվել Շահրամանյանի եկավ այդ կապիտալիզացրեց այն ինչ որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի թեկուզ ասուլիսին հիշեցրած այդ միտքը որ ասում էր եւ ճանաչում են Ադրբեջանի ամբողջական տարածությունը այդ թվում Լեռնային Ղարաբաղը եւ նաեւ այսպես կոչված անկլավները լսել եք Հա լսել եմ ժամանակ դեռ որևէ մեկը ոչ մի բան չէր Հա հիմա ձեր հարցը ո՞րն է Իմ հարցը նա որ ինչեւ այդ ստորագրել արդեն Նիկոլ Փաշինյանը ճանաչել է դուք դա չեք Բա միջև Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ չի եղել Ո՞նց չի եղել Նիկոլ Փաշինյանն Իշխանության հետ խնդրեմ ունեք Հայաստանը եւ վերջ հետո տեսանք որ ներողություն խնդրեց որ շփոթվել է Արցախը Ադրբեջան Իսկ միջև այդ
նման լուք հայտարարություններ չեք լսել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանից։ Ծերի հրապարակման մասին ինչու՞ չեք հրապարակում ձեր իշխանությունը։ Ինչ փաստաթուղթ։ 2019 թվականին ինչ փաստաթղթերով է Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերին։ տալիս Նիկոլ Փաշինյանին հրապարակել, պահանջում են նախկին նախագահները, որոնք ասում եք բանակցել են նախկին նախագահները բազմիցս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բանավեճի եւ թողան հենց իրենք այդ դրա մասին եւ մնացած մի րոպե ասենք այդ փորձում են այդ փորձում են ինչ-որ խուսափեն բանավեճից եւ թող կան երեք նախագահները վարչապետի հետ բանավեճ եւ ինչն է խնդիրը։ Մի րոպե Ինչ ժամ պետք է լրակրոնները չկան։ Մի հատ Ժորժ ջան թողեք։ Հիմա ես բարձրաձայնել ենք։ Հարցերի Մի րոպե, մի խոչընդոտեք։ Խնդրում ենք, թողեք աշխատենք։ Ժորժ ջան, մի հարցը չավարտած է, մյուս հարցն եք տալիս։ Մի հատ կողմնորոշվեք։ Ես հարց եմ տալիս։ Դուք ասում եք այն ժամանակ ենք բարձրաձայնել, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, երբ իմացել ենք, բայց քիչ առաջ ձեր թիմակից Արման Եղոյանը իմ զրույցում ասել էր, որ եթե հեղափոխության սկզբում մենք դա անեինք, մեզ կմեղադրեին եկած չեկած, սենց են անում։ Մի րոպե, միայն իրեն չենք ճանաչում։ Հիմա ում խոսքին հավատանք ձեր, թե պարոն Եղոյանին։ Չլսեցի հարցը, չլսեցի։ Բան ջան, մի րոպե։ Պարոն Խաչատյան։ Մի րոպե։ Արման Եղոյանը ասում է մենք այն ժամանակ էլ գիտեինք ուղղակի որ նոր էինք եկել մեզ կասեին եկած չեկած այսպես վարվեցին հիմա դուք էլ ասում եք երբ իմացել ենք որ կուսակրոնության ուխտ խախտել է այն ժամանակ ենք բարձրաձայնել հիմա ձեզ հավատանք թե պարոն Եղոյանին Ես չեմ լսել հիմա դուք ես չեմ լսել դուք պարոն Եղոյանը ինչ է ասել բայց ես կարող մի բան ասել ամեն ինչ իր պետք է ցանկացած խնդիր պետք է բարձրացվի ճիշտ ժամանակին Ինչից որոշեցիք որ հիմա է ճիշտ ժամանակը այսինքն Որտեվ հիմա է Ինչից վերջացել Այսինքն ինչ է եղել որ հասկացել եք հիմա է այդ ժամանակը Որտեվ տեսնում ենք որ գնալով եկեղեցու հեղինակության հետ նորից եմ կրկնում որոշ հոգեվերականներ Կտրիժ Ներսիսյանի գլխավորությամբ հեղինակազրկում են Մի հարց պարոն Խաչատրյան մի հարց է եթե կարելի Եթե Մենակ ինքը չի Մի րոպե ասանի հարցից դու Եթե կաթողիկոսը ձեր իշխանության մեկ անգամ հաստրել եք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի Եթե կաթողիկոսը դեմ չլիներ ձեր իշխանությանը եւ ձեր իշխանության ջրաղացին ջուր լցներ, դե աչք կփակեիք նրա կուսակրոնության այսպես ասած խախտմանը։ Դատապարտվածը ձերբակալված է գնում է ուրեմն դատական process-ին մի օր չտեսա մեկը սենց գայք հարցեր տայք ձեր ջերում տարածեիք ով է ասում մենք կոռուպցիա է եղել տեսեք